շնորհավոր ձեր տոնը։ Ծափահարիր ինքդ քեզ, դու արժանի ես։ Դուք արժանի եք։ Գիտես սատանան ոնց է վախենում քո ծափերից, որովհետև ուրախ մարդիկ են ծափահարում։ Իսկ ինքը մեր ուրախությունը չի սիրում։ Իսկ մենք ընդհակառակը, հակառակն ենք անում։ Ես շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի եւ այս միամսյակի առիթով։ Եվ ինչ կասեր Աստված, մտածում եմ առաքինի կնոջ մասին, որ կնոջն է գովերքում Աստված։ Միայն առաքինի կնոջը, որն Աստծուց երկյուղ ունի։ Սիրելի մայրեր, սիրելի քույրեր, սիրելի տատիկներ, հորաքույրներ, մորաքույրներ, տեքոր կանայք։ Դիմացս երկու տեքոր կին է նստած։ Ես ուզում եմ, որ Աստծո գահից, Աստծո սրտից այսօրվա բոլոր ցանկություններն ու օրհնությունները հասնեն ձեզ։ Հասնեն ձեզ առատությունով, դուք արժանի եք։ Հասնեն ձեզ գոհությունով, դուք արժանի եք։ Հասնեն ձեզ զորությունով, դուք արժանի եք։ Գիտեք ինչու եք արժանի, հա? Հիսուսով ենք արժանի, թե չէ մենք արժանիք չունեինք։ Եվ այս գեղեցիկ բանաստեղծությունը նվիրում եմ ձեզ ու լքեմ այս վայրը, սիրում եմ ձեզ։ Դե այսօր, որ տոնական օր էր, մի քիչ երկար տևեց այս ամենը։ Արարչության առաջին օրից ամեն բան բարի է, ինչ որ ստեղծվեց։ Աստված կամեցավ եւ իր կամքով բարին գործեց։ Ու երկիրն իր կամքի համեմատ զարդերով լցրեց։ Չխնայելով ճոխ ներկապնակից եւ ոչ մի գույնը, ամեն արարում ստացավ իր տեղն ու հունը։ Հետո մարդիկ սկսեցին գովաբանել գործն արարչի։ Դարձավ կինը գործը գրչի ու կտավի։ Ամեն ով որ տեսավ գլուխ գործոցն արարումի, հիացմունքով ձոնեց երգեր։ Եվ ով ինչպես կգովերքեր կամ ներբողեր, հետո դառնար փառաբաներ ստեղծումի կին կոչվածին, որ մայր է կոչված կյանքի։ Նրանով են աշխարհ գալիս, նրանով են պտուղ տալիս, նրանով են միշտ հասկանում սեր Աստվածի մեծությունը։ Մորով է լցվում այն զարկերակը, որից ծնվում է կյանքի կրակը։ Լույս աշխարհ գալով պեղել են ուզում, կարդալ է ուզում քո սրտի խորքում քեզնով ծնվածը։ Դու դառնում ես քույր, երբ որ կամենաս, բարի ու քնքուշ ծաղկի պես անուշ, հետո կարող ես լինել հորաքույր, կամ էլ մորաքույր։ Մեկ է, Տիտղոսից քեզ տրված, չի փոխվում երբեք գինը քո փառած։ Դու մնում ես կին, մեծարված, անգին, դե թեկուզ դառնաս անգամ տեքոր կին։ Միևնույն է, պարզ ես ու շատ թանկագին։ Անգամ երբ դառնաս, ինձպես 10 թոռան տատիկ։ Օ, կարծես ես շատ խոսեցի։ Ինչ որ դու գիտես, ես դա ասացի։ Հիմա դառնանք ու տեսնենք, թե ինչ է ասում արարողը մեր, որի ձեռքի գործն ենք, գիտենք։ Ոչ թե մենք մեզ գովերքենք, այլ լսենք նրան ու խորենք մի պա, որ խոսքը մեր մեջ նորից կյանք դառնա։ Եվ գովեց Աստված իր արարումի այս կին կոչվածին, ասելով խոսքը կոչելով կյանքի։ Ով վախենում է Տերից, ով կա ստեղ Տերից վախեցող, ամեն, ով վախենում է Տերից, գովերքված է բոլորից,
ահա առաքինիկին, որի գինն է շատ անգին։ Շնորհավոր թանկագիններս։ Հալելույա։ Փառք Աստծուն, սիրելիներս։ Ես չեմ փորձի տարբերվեմ նախորդիմ քույրերից, ովքեր որ այստեղ շնորհավորեցին, եւ ես նույնպես կմիանամ այդ գեղեցիկ շնորհավորանքներին եւ կասեմ, թող Տիրոջ երեսի լույս իսկապես լուսավորի մեր գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, մեր երեխաներին, թոռնիկներին, աղջիկներին, քույրերին, մայրերին, տատիկներին։ Իրականում մենք չենք ուզում, իհարկե մենք տարբերվում ենք, մենք եկեղեցի ենք, մենք հետևում ենք մեր Տիրոջը, բայց ասեմ քեզ, սիրելի հարս եկեղեցի, գիտեք, Աստվածաշունչը խոսում է ընտանիքի մասին եւ ասում է, որ Աստված ընտանիքը ստեղծեց նախքան եկեղեցի լինելը։ Եվ սա խոսում է մի կարևոր բանի մասին, որ ընտանիքը դա վառ ապացույցն է նրա, թե ինչպես Քրիստոսը սիրեց իր հարսին։ Եվ մենք շատ անգամ ուղղակի, որպեսզի եկեղեցին պատրաստվի, շատ անգամ համեմատում ենք ընտանիքի հետ, համեմատում ենք մեր կանանց, մեր քույրերին, նրանց ուղղակի այդ կերպարի հետ եւ փորձում ենք ամեն բան անենք եկեղեցում, որ ուղղակի եկեղեցին պատրաստված լինի, եկեղեցին պատրաստի իր անձը, ինչպես խոսվում էր այստեղ առաքինության մասին, հեզության, սիրո, այդ ներսի զարդարանքների մասին։ Իդեպ ես վերջերս ուղղակի ուշադրություն դարձրեցի, կինս օգնեց ինձ այդ հարցում եւ ասեց, գիտես առակաց 31-րդ գլուխը, որ գրված է, ով է գրել, ով է այդ առակաց առաքինի կնոջ մասին, որ գովերգում է, ով կգտնի առաքինիկին եւ այլ, պատկերացնում եք, Հովին հարցնում է, գիտես ով է գրել, ես ուզում եի միամիտ ասեի Սողոմոնը, որովհետեւ առակները հիմնականում Սողոմոնինն են, մեկ էլ արագ պատասխանեց, ասեց թագավորի մայրը, ով գիտեր դրա մասին։ Թագավորի մայրը, Լեմուել թագավորի մայրը, խոսում է Լեմուել թագավորի հետ եւ խորհուրդներ է տալիս որդուն, որ առաքինիկին գտնի, որ օղուց հեռու մնա, շնության մեջ չքայլի եւ այլ։ Ես ուղղակի ապշել էի։ Այնպես որ գիտես ինձ, չեկուզ եւ Աստծո խոսքը ասում է, որ տղամարդը տան գլուխն է, բայց շատ զորավոր է, երբ որ ուժեղ զորավոր տղամարդի կողքը կա լավ կին, զորավոր մայր, որ կարող է նմանատիպ խորհուրդներ տա, աստվածավախության մեջ իր որդուն առաջնորդի։ Այնպես որ թող որ ձեր դեմքից ժպիտը երբեք չպակասի, մինչ ես կորշնեմ մեր երեխաներին, մեր մանկապատանեկան ծառայությանը, ովքեր որ հեսա մոտենալու են այստեղ, թող նրանք մոտենան։ Մի պատմություն եմ ուզում կարդալ այսօրվա հետ կապակցված, հա։ Հալելույա, քանի որ այսօր ծառայելու է իմ կինը այստեղ, հավատում եմ, որ մենք օրհնված ենք լինելու, մանավանդ, երբ որ վերնագիրը լսեցի, ասեցի, վсё, ամեն ինչ պարզ է ինձ համար, հեսա դուք կծանոթանաք դրա հետ։ Մի պատմություն, որ կուզենամ ընթերցել, մի գյուղում ապրում էին երկու կին, ընդհանրապես, ոչ թե երկու կին, այլ այդ գյուղում շատ կանայք կային, բայց այս երկու կնոջը առանձնացրել եմ ես, երկու կին էին ապրում, մեկը միշտ ասում էր, թող Աստծո կամքը լինի, ինչ լինում էր, ինչ դժվարություններ լինում էր, նա ասում էր, թող Աստծո կամքը լինի, Տեր, ինչ որ դու նախասահմանել ես, թող դա լինի։ Իսկ մյուսը ամեն անգամ, երբ որ դժվարություն, ինչ որ մի բանի էր հանդիպում, ասում էր, ես ավելի լավ գիտեմ, ինչն է լավ եւ ինչ եմ ես ուզում։ Առաջի կինը, երբ դժվարությունների էր հանդիպում, նա փակվում էր իր աղոթքի սենյակում, աղոթում էր եւ սպասում էր Աստծուն, վստահելով նրան։ Նրա սիրտը խաղաղության մեջ էր, ինչպես հանգիստ աղբյուր, հանգիստ ջրեր, որ միշտ ջուր էր տալիս ծառավին։
Բայց այդ երկրորդ կինը, որ նրա հարևանությամբ էր, միշտ նայում էր ուրիշների ունեցվածքներին, նախանձում էր, ամուսնու հետ վիճում էր, տրտնջում էր, համեմատելով իր ունեցվածքը հարևանների եղածի հետ եւ ամբողջ օրը մտածում էր, թե ինչպես ավելին կարելի է ունենալ։ Նրա սիրտը նման էր ծովի ալիքներին, որ երբեք հանդարտ չէին։ Տարիներ անցան եւ գյուղացիները նկատեցին մի բան. առաջի կնոջ տունը լի էր սիրով, հարգանքով, օրհնությամբ, իսկ երկրորդ կնոջ տունը լցված էր կռիվներով եւ դատարկությամբ։ Եվ մի ծեր մարդ ասաց գյուղացիներին. տները նույն քարից են պատրաստված եւ կառուցված, բայց կյանքը, ընտանիքը կառուցվում է սրտի ընտրությունից։ Եվ նա ավելացրեց. կինը, որ Աստծուն էր վստահում, տուն է կառուցում, բայց այն կինը, որ ինքն իրեն է վստահում, երբեմն իր ձեռքերով քանդում է այդ տունը։ Եվ ինչպես Առակաց 14-րդ գլուխն է ասում, իմաստուն կինը շինում է իր տունը, իսկ հիմարը իր ձեռքերով քանդում է այն։ Ես ուղղակի այս խոսքերով օրհնում եմ ձեր կյանքը։ Տեր ջան, մենք շնորհակալ ենք այս յասքանչորվա համար իմ Աստված։ Մենք շնորհակալ ենք, որ դու ես արարել եւ ստեղծել այս օրը իմ Աստված։ Շնորհակալ ենք քո փառքի եւ զորության համար իմ Աստված։ Շնորհակալ ենք քո անձի համար իմ Աստված։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ դու կաս եւ դու կենթանի ես, որ դու ապրում ես մեզանից յուրաքանչյուրի սրտերի մեջ իմ Աստված։ Այս օրը քո օրն է Տեր, ամեն օրը քո օրն է Տեր ջան, անկախ ամեն ինչից եւ անկախ ամեն բանից, ամեն օրը դու ես ստեղծել Տեր ջան։ Հիսուսի զորավոր անունով ողջ փառքերը, պատիվը, հարգանքը, մեծարանքը, երկրպագությունը եւ խոնարհությունը քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա, ամեն։ Ամեն։ Դուք կարող եք նստել։ Սիրելի կանայք, դուք շատ հրաշալի եք ստեղծված, դուք հրաշալի, նուրբ, գեղեցիկ, բայց միաժամանակ շատ հզոր եք, այն ինչ որ կինն է տանում, դա հզոր է, կինը աղոթքի մարդ է, կինը փորձություններ հաղթող մարդ է, կինն էր, որ ծնեց Աստծուն իր որովայնում, պահեց, մեծացրեց եւ ծնեց։ Ալո։ Աստված ծնվեց կնոջից։ Դուք պատկերացնում եք դա ինչ հզորակինը։ Ամեն։ Ես շնորհավորում եմ ձեր տոնը, սիրելի կանայք։ Շնորհավորում եմ եւ կրկին անգամ շնորհավորում եք։ Եղեք միշտ ուրախ, եղեք միշտ հաղթող, եղեք միշտ Աստծո հետ խոնար, հնազանդ եւ Աստծուն սիրող մարդիկ։ Տերը օրհնելով օրհնի ձեզ, ձեր տունը, ձեր ընտանիքը։ Ամեն։ Ամեն։ Սիրելի կանայք եւ ընդհանրապես Աստծո ժողովուրդ։ Ես իմ քարոզը, չգիտեմ, խի վերնագրել եմ ծաղկեփունջ, քանի որ այսօր տոնական օր է, ծաղկեփունջ եմ վերնագրել, բայց դա փոխաբերական իմաստ է կրում իր մեջ, ինչ առումով, որ երբ որ ես ուզում եի խոսել, մտածեցի անպայման կանանց մասին պետք է խոսեմ, որտեղ կանանց տոնն է, բայց չգիտեմ, խի Աստված ինձ դա թույլ չտվեց։ Ուղղակի Աստված ինձ մի քանի թեմաներ էր, որոնք որ անձնական հայտնությունից էր եւ Աստված ասաց շատ հայտնություններ կար, չգիտեմ, խի այսօր ուզում եի խոսել Սամսոնի մասին։ Բայց ասի լավ, Աստված ջան, Սամսոնը ինչ կապ ունի այսօրվա հետ։ Դա համար ես, չգիտես, խի
Որոշեցի, որ դա չխոսեմ։ Բայց ծաղկեփունջ վերնագրեցի ինչի, որտեվ ամենքից մի քիչ խոսելու եմ։ Կոնկրետ Աստվածաշունչ թեմաներ իմ թեման, բայց Աստված ասեց, որ այսպես լինի։ Մի քիչ Աստվածաշնչից, մի քիչ Սուրբ Հոգուց, մի քիչ լեզուներով աղոթքից եւ արդյունքը ինչ կլինի, դա կտեսնենք։ Ամեն։ Ամեն։ Եվ Արմենը, այստեղով Արմենը շտապեց իմ քարոզից մի քանի բան ասեց, եւ դա առակած 31-ն է։ Բոլորդ գիտեք այդ խոսքը անգիր եւ շատ անգամներ մանավանդ այս տոնական օրերին մարտի 8-ին դուք շատ եք լսել այդ թեման։ Բայց երեկոյան կարդում եմ, ավելի շուտ այսօր առավոտյան Չէ, երեկոյան։ Կարդում եմ ունենց հետաքրքիր բացվեց դա ինձ, ասում եմ, Աստված ջան, այսքան տարի, 30 տարի ես քեզ գիտեմ, ճանաչում եմ, բայց միշտ ինձ թվացել է, թե Սողոմոնն ա գրել, ինչպես Արմենը, բայց արի ուտես դա Լենուել թագավորի մայրն էր, Կիսուրը։ Կիսուրը ուզում էր այդպիսի հարս, Առաքինի կին, իրա տղայի համար։ Դուք հասկանում եք Կիսուրի ցանկությունը։ Ճիշտ է, դուք կբացեք տունը, դուք շատ եք բացեք, գիտեք, որ ընդեղ ասում է թագավորին է խրատում իր որդուն եւ ասում է գինի մի խմի, դա թագավորին վայել չի, օղի եւ այլը եւ խրատում է իր որդուն, որ այս բաները թագավորին վայել չեն։ Ես հիմա չեմ բացի, դուք տանը կբացեք, կնայեք։ Եվ խրատում է իր տղուն եւ Ճիշտ է ինքը չի արտահայտվում, որ ես սենց ցանկություն ունեմ, բայց ինքը իր տղայի համար կամենում է առաքինի կին։ Եվ այսպես է սկսվում, ով կարող է գտնել։ Դա շատ դժվար է գտնել։ Ես մտածում եմ երևի թե ոչ մեկը այդ սաղ գծերը, որ կա այդ կնոջ մեջ, այն ոնց ասում ռուսը, всё в одном։ Այդ բոլորը մեկի մեջ դա մի քիչ դժվար է գտնել այդպիսի կին։ Եվ բայց ինքը ցանկանում է եւ ասում է, «Էս կանի, այն կանի, սենց կանի, նենց կանի, դու էլ կգովաս քո կնոջ երեխեքին կպայի»։ Մի խոսքով այդպիսի օշտված մարդիկ են կանայք։ Ամեն։ Բայց ես միևնույն է մտածում եմ, այդքանը չգիտեմ, այդպիսի կին կա, թե չէ, բայց ցանկանում էր մայրը։ Ամեն։ Հալելույա։ Եկեք ինձ հետ բացեք Ծննդոց 2-րդ գլխի 9-րդ խոսքից կկարդամ ես ձեզ։ Ուրեմն, եւ Տեր Աստվածը հողից բուսցրեց տեսքով հաճելի եւ քաղցրահամ պտուղներով, այսինքն քաղցր համ ունեցող պտուղներով բոլոր ծառերը եւ պարտեզի մեջտեղում կենաց ծառը, բարին եւ չարը գիտենալու ծառը։ Եվ մի լավ եկեք այստեղից բանանենք եւ 17-րդ խոսքից բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք։ Աստված տնկեց երկու ծառ, այսինքն ծառներ շատ կային, բայց կենտրոնացում այդ երկու ծառի վրա էր, բարի եւ չարը ճաշակելու ծառը, գիտենալու ծառը եւ կենաց ծառը։ Բայց այստեղ ասում Աստված, բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետեւ այն օրը, երբ նրանից ուտես, անպայման, ասա անպայման, կմեռնես։ Հետաքրքիր խոսքեր, իհարկե ես Աստված այդպես ասեց։ Եվ ես ուզում եմ սրա վրա կանգ առնել եւ ասել. Դուք գիտեք, եդեմական պարտեզը Աստված ստեղծեց ամեն բան, լույս, երկիր, ամեն ինչ ստեղծեց Աստված եւ ասեց լավա եւ 6-րդ օրը ստեղծեց մարդուն։ Եվ
Այստեղ Աստված, երբ որ ստեղծում էր Եդեմական պարտեզը, երկու ծառի վրա կենտրոնացեց։ Եվ ինքը Ադամին ասել էր. այս ծառից, գիտության ծառից չուտես։ Ինչի չուտես։ Գիտությունը ինքը իրանով վատ բան չի։ Ճիշտ է։ Գիտությունը լավ բառ է։ Բայց նայեք, մենք գիտության ծառը դա օրենքի ծառն էր։ Դա մահվան ծառն էր, որը իր մեջ թույններ պարունակում։ Եվ Աստված ասեց չուտեք այս ծառից, որտեղ կմահանաք։ Ես երբ որ ուսումնասիրել էի 900 քանի տարի Ադամը դրանից հետո ապրել էր, բայց նա մահացավ հոգեպես։ Գիտեք, գիտությունը ինքը իրանով վատ բան չի, գիտությունը լավ բան է, բայց չարը եւ բարին դուրս էր գալի այդ նույն արմատից։ Եվ ամեն մարդու մեջ բնակվում է եւ բարին եւ չարը։ Բայց Աստված չի ուզում, որ մենք առաջնորդվենք այդ ծառի օգնությամբ, այլ Աստված ուզում է, որ մենք սնվենք կենաց ծառից, կյանքի ծառից, Հիսուսի ծառից, Սուրբ Հոգու ծառից։ Ամեն։ Եվ այդտեղ է, որ կյանքը ենք ստանում մենք։ Եվ այդ ծառը օրենքի ծառն էր։ Եվ օրենքը դուք գիտեք Մովսեսի, չգիտեմ հետաքրքիր է ձեզ այս մասին լսելը, եւ օրենքը դա Մովսեսի օրենքն էր, երբ որ նա գրեց օրենքի մասին, բայց օրենքը մեզ չի ազատում մեղքի անեծքից։ Օրենքը մեզ ավելի է տանում դեպի մեղք։ Հիմա կասես իզուրեր գրե Մովսեսը, չէ, որոշ առումով սանձելու համար, քանի որ դեռ Հիսուսը չէր եկել։ Եվ ինչ եղավ, այդ կյանքի ծառը, որը կար եւ մարդիկ պետք է սնվեին կյանքի ծառից, նրանք չգիտես խի, դուք գիտեք սատանայի ստրատեգիան, նա եկավ կնոջ մոտ։ Այսպիսի մի հումորային բան ասեմ, բայց սա հումոր ընդունեք։ Գիտեք ինչ, ամուսիններին դուր չի գալի, երբ որ ասում ես ուր էիր։ Լսել եք այդպես, որ կանայք ասում են ուր էիր, ուր էիր։ Եվ դա իրենց դուր չի գալի այդ հարցը, եւ չեն սիրում այդ բառը ուր էիր։ Բայց արի ու տես Աստված ասեց, ուր ես Ադամ։ Ես իմ հորն եմ նման։ Չգիտեմ ոնց ես նման եմ իմ հորը։ Ամեն։ Եվ դա նաև ինչ որտեղ ունի իր ճիշտ եւ սխալ կողմերը, համաձայն եք ինձ հետ։ Տղամարդը, երբ որ տանից դուրս է գալի, ցանկալի կլինի ասի ուր է գնում։ Բայց եթե չի ասում, Եվայի նման կընկնի այդ օրը։ Ինչ արեց Եվան, ամեն դեպքում ինքը չէր ուզում մենակ մնար, իրան ընկեր էր պետք եւ անցյալ տարի, եթե հիշում եք, այդ մասին մի թեթև զրուցեցինք, օծի ինչպես խորագետ գտնվեց, խորամանկ գտնվեց եւ եկավ ընկերուհու դեր տարավ, սկսեց զրուցել, գիտես ինչ, Եվա, սենց, Աստված գիտես խի ասեց այս ծառից չուտես, որտեղ դու շատ իմաստուն կդառնաս, կմտածես այնպես, ինչպես Աստված է մտածում։ Այդպես է թե չէ, գիտություն ես ձեռք բերում վերջապես։ Դու գիտությունը ինքը վատ բան չի, բայց դու գիտեք սատանայի ստրատեգիան, ինքը գալիս է խորամանկորեն, ինքը գալիս է Աստծո խոսքը վերցնելով եւ դա ձևավորելով իր կեղծիքով։ Ամեն։ Մենք գիտենք շատ գրքեր կան, շատ գեղարվեստական գրքեր, ինչպիսի գրքեր կան, գեղարվեստական, ուսուցողական գրքեր, որը մեզ բուհերում են տալի, դպրոցում դասագրքեր են տալիս, բուհերում են սովորեցնում, եւ դա մեզ ինչ որտեղ տանում է մեր կյանքի նպատակով, ճիշտ է։ Մենք բուհեր ենք ավարտում ինչի, որ մասնագետ դառնանք, որ ինչ որտեղ մեր սեփական գումարը աշխատենք, ինքը իրանով դա վատ բան չի, բայց եթե մենք կենտրոնանում ենք, քանի որ մարդը ստեղծվեց 6-րդ օրը, ասա 6-րդ օրը, դա ինչ որտեղ է ծառը եսակենտրոն էր, եւ քանի որ կենտրոնում էր գտնում, դա մարդուն կենտրոնացնում է ինքը իր վրա։ Այսինքն, ինչ է անում մարդը, երբ որ գիտություն ես ձեռք բերում, դու կենտրոնանում ես քեզ վրա, այսինքն դու ինչ ես անում, դու մտածում ես ես այնքան լավն եմ, տեսեք ինչքան գիտություն ունեմ ես խելացի եմ, ես իմաստուն եմ, ես գիտություն ունեմ,
Բայց արի ու տես բարին ու չարը բնակվում էր այդ ծառի մեջ։ Եվ Աստված ինքը իրան ծառի հետ էլ է համեմատում, որտեղ կենաց ծառը հենց Հիսուսը ինքն էր հոգու ծառն էր։ Եվ մենք նույնպես ծառ ենք համարվում։ Փոխաբերական իմաստով եմ ես սա խոսում, որտեղ Հիսուսը ինչքան խոսում էր, ինքը առակներով էր խոսում, փոխաբերական իմաստով էր խոսում։ Դուք լսել եք Հայտնության գիրքը ինչ է ասում, որ սա համեմատական կենդանիների հետ, Հիսուսը իրան համեմատում է գառան հետ, Հիսուսը իրան համեմատում է Հուդայի առյուծի հետ, եւ նույնպես Սատանան ինչ էր, ինքը օձ էր, ինքը նաեւ առյուծ էր, բայց մռնչացող առյուծ էր, իրականում նա ոչ մի բան էր։ Ամեն։ Եվ գիտության ծառը մեզ ինչ է, գիտեք ինչ, ամեն բարի չի, որ բարի է։ Եվ ամեն չար չի, որ չար է։ Թվացյալ թվում է թե մարդը չար է գործում, ինչ որ մեկին նախատում է, ինչ որ մեկին էս է անում կամ այն է անում, թվում է թե չար մարդ է, բայց իրականում դա այդպես չի։ Եթե դու սիրով ես նախատում, եթե քո մեջ Աստված է բնակվում, Սուրբ Հոգին է բնակվում, դու սիրո մեջ ես այդ ամենը անում, բայց եթե թվացյալ բարի, ասեմ ճակերտների մեջ, ամեն բարի գործ չի, որ բարի է։ Վերցնենք Ադոլֆ Հիտլերին, ինչ էր, նա իր ազգի համար շատ բարի էր, նա իր ազգի համար փառք էր կարելի ասել, բայց ինչ արեց Ադոլֆ Հիտլերը։ Նա ուներ որոշակի գիտություն, նա գիտեր ոնց ստրատեգիան օգտագործի, որպեսզի հաղթանակներ ունենա, բայց Ադոլֆ Հիտլերը դուք գիտեք հրեաներին ինչքան կոտորեց։ Վերցնենք Լենինին, Լենինը լավ գիտեր Աստվածաշունչը։ Ինչի, որտեղ նա իր ստրուկտուրան, նա որ կազմել էր, նա տնային խմբակներով էր առաջնորդվում։ Նա գիտեր դրա զորությունը, թե ինչ կարող անի տնային խմբակներով։ Ամեն։ Բայց ինչ էր, տեսեք, ինքը ուներ գիտություն, մենք դպրոցում էլ էինք սովորել Լենինի պես իմաստուն, խելացի, չէ՞, ով է սովորել դպրոցում։ Լենինի մասին ով է կարդացել։ Ինչեր էին մեզ սովորեցնում հոկտեմբերիկի նշան, պիոների նշան, չէ՞ սովետական կարգերում։ Եվ մենք Լենինով էինք վրոջի առաջնորդվում, որ Լենինի պես պապիկ, այսպես լինենք, այնպես լինենք, գիտություն ունենանք, խելացի լինենք, բայց ինչ արեց Լենինը։ Նա նույնպես տնային խմբակներ ուներ, ստրուկտուրան վերցնում էր Աստծո խոսքից եւ օգտագործում էր իր փառքի համար։ Դուք լսել եք. Սլավը ԿՊՍՍ, սլավը Լենինու, սլավը Եսիմին, այսինքն երբ որ դու գիտություն ես ունենում, դու եսակենտրոն ես դառնում։ Դու փառքը վերցնում ես Աստծո քեզ վրա, իսկ դա Աստծուն հաճելի չի։ Ամեն։ Ինձ հասկանում եք, թե բարդ եմ խոսում։ Մեզ պետք չի, որ մենք ունենանք գիտություն, որպեսզի հպարտանանք։ Ես ինքս աստվածաբան չեմ, բայց այստեղ ես ուզում եմ առանձնացնել Աստծո խոսքը, Աստված եւ շունչ։ Ես չգիտեմ ռուսերենում կոչվում է Բիբլիա, հա, ինչ է դա, բայց հայերենում շատ լավ է հնչում Աստված եւ շունչ։ Այսինքն Աստված եւ հոգի։ Աստված եւ շունչ, այսինքն մենք ասма տառը սպանում է, գիտությունը սպանում է, ինչպես է ծառը, չէ՞, կերան եւ մահացան։ Տառը սպանում է, բայց հոգին կառուցում է։ Հոգին մեզ կյանք է տալիս։ Դա համար Աստված երբ որ գնաց Հիսուսը Սուրբ Հոգին մեզ տվեց, ինչի, որ մենք ունենանք կյանք եւ հավիտյան։ Ամեն, այսինքն ինքը գինը վճարեց, ինքը արյունը թափեց, ինքը մեզ փրկագին դարձավ, բայց գնալուց համբարձվելուց առաջ ինքը ասեց ես կտամ ձեզ իմ հոգին։ Դուք պատկերացնում եք դա, հերիք չի խաչվեց, հերիք չի իր մարմինը ծեծեցին, արյուններով պոկեցին այդ միսը իր մեզ համար, մեր փրկագնության համար, ամեն, բայց նաև ասեց ես կուղարկեմ ինձ հոգին, լավ է որ ես գնամ, որպեսզի ուղարկեմ ձեզ հոգին։ Եվ մենք երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, մենք պետք է կարդանք այսպես. Աստված եւ հոգի։ Մենք չենք կարող Աստվածաշունչը ուսումնասիրենք այսպես, դե Աստծո խոսքը կարդում ենք, ես գիտեմ մարդիկ, որոնք ինձ ասում են, գիտես, ես 10 անգամ կարդացել եմ Աստվածաշունչը, կներեք, բայց ես զարմանում եմ, կարդացել ես, բայց ինչ,
Քո միտքը նորոգվել է, դու փոխվել ես, դու հոգով ես դա կարդացել։ Ես անկեղծանում եմ ձեր առաջ, չքարկոծեք, խնդրում եմ, ես մեկ անգամ եմ կարդացել Աստվածաշունչը ամբողջությամբ։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Մեկ անգամ են էլ ծրագրով։ Ծրագիր կար, հիշում եք, Աստվածաշունչը ինչպես ընթերցել։ Ես այդպես մեկ անգամ եմ կարդացել, բայց հոգով շատ եմ առաջնորդվել այն ժամանակներ, երբ որ ինձ ինչ-որ բաներ պես Սուրբ Հոգին ինձ առաջնորդում էր։ Ես երբ որ կարդում եմ Աստվածաշունչ, ես անպայման խնդրում եմ Սուրբ Հոգին, որպեսզի ինքը ինձ առաջնորդի, որպեսզի ամեն մի տառը, ամեն մի բառը գրված Աստվածաշունչում ունենա հոգի եւ կյանքի մեջ։ Ամեն։ Եվ Աստված ինչ է ասում։ Ասում է ինձ երկրպագողները դուք ասեք, ինչպես պետք է երկրպագե։ Տեսնում եք, դուք բան իմացեք, ահագին բան գիտենք մենք։ Եվ ասում է ինձ երկրպագողները պետք է երկրպագեն ինչով։ Հոգով եւ ճշմարտությամբ։ Այսինքն սկիզբը հոգին եւ ճշմարտությունը։ Ճշմարտությունը ո՞րն է, Աստծո խոսքը, բայց Աստծո խոսքը առանց հոգու իզուր է։ Մենք բան չենք հասկանա։ Քանի որ Աստծո խոսքը ասում է ունի երկու կողմ, Եբրայեցիս 4:12-ը, ասում է Աստծո խոսքը ինչ է, երկսայրի սուր է։ Ուզում եք բացենք, թե այսպես թռուցիկ անցնենք։ Բացենք։ Չէ։ Հովը չի ուզում։ Ուրեմն Աստծո խոսքը երկսայրի սուր է։ Ինչ է նշանակում երկսայրի սուր։ Երկու կողմ։ Աստծո խոսքը երկու կողմն է սուր է։ Այսինքն մենք չենք կարող Աստծո խոսքը կարդալ մի ուղղությամբ։ Մենք Աստծո խոսքը, օրինակ տեսեք, ինչքան պարադոքսներ կան, երբ որ Հիսուսը խոսում է, ու մարդիկ չեն հասկանում։ Օրինակ անհասկանալի է, սիրիր քո թշնամուն, հա? Այդ ինձ համար մի քիչ շատ դժվար էր, բայց Աստծո խոսքը ասում է սիրի քո թշնամուն, աղոթի նրա համար, հա? Եվ ասում է քեզ սիրողին, որ սիրեց, ինչ օգուտ ունես։ Դու իրան սիրիր, ինքը քեզ սիրեց։ Իմաստը։ Բայց Հիսուսը սիրեց մեզ, Հովհաննես 3:16-ը ինչ է ասում։ Սիրեց մեզ այն ժամանակ դեռ, երբ որ մենք մեղքերի մեջ էինք։ Երբ որ մենք չգիտեինք ինչա սրբությունը, երբ որ մենք չգիտեինք ինչա, հա, որոշ բաներ Մովսեսի օրենքից գիտեինք, բայց այնպես չի, որ մենք հավատացյալ ծնվել ենք, մենք Մովսեսի օրենքն չգիտեինք, ուղղակի առաջնորդվում էինք խղճով, հա, այսպես ասած։ Ինչ էինք անում, գիտեինք, որ գողանալը լավ չի, անգամ երեխաներին ենք չէ սովորացնում, մի գողացի, մի շնացի, այս մի արա, այն մի արա, ինչպես այստեղ Լենոելի մայրը, հա, թագավորին ասում է, սենց մի արա, թագավորին վայել չի, բայց մենք չգիտեինք ովքեր ենք մենք Աստծո մեջ, երբ որ եկանք հավատքի, մենք հասկացանք, որ մենք թագավորներ ենք եւ քահանաներ ենք կոչված, որտեղ մենք Հիսուսի հետ նստել ենք հոր աջ կողմում, համաձայն ես ինձ հետ, ամեն, բայց ինչ է ասում այստեղ օրենքը մեզ, մենք գիտեինք գողանալ չի կարելի, ինչի, որտեղ դրա համար կա դատարան, կա դատավորներ, կան դատապաշտպաններ, հա? Ճիշտ է, դատավորներ Աստծո կամքով չէր, որ լիներ մեզ վրա դատավորներ, որտեղ մենակ Աստված մեզ բավական էր, ամեն, բայց քանի որ մարդը ինքը ուզեց թագավոր իր վրա, Աստված թույլ տվեց, որ լինեն թագավորներ, իշխանավորներ, վարչապետներ, պրեզիդենտներ, ես չգիտեմ, ամեն, բայց քանի որ Աստված օրենքի, նաև նենց չի, որ մենք օրենքը զանց ենք անում, տես լիներ ուրեմն Մովսեսը պետք է օրենք չգրեր, չէ որ Աստված էր պատվիրել Մովսեսին, որ 10 պատվիրանները գրեր, օրենքը սենց թե նենց մեզ պետք էր, բայց եթե մենք շարժվում ենք օրենքով և ոչ թե շնորհքով, այդտեղ է վտանգը, որտեվ Աստծուն սիրողները, երբ որ մենք հոգով ենք առաջնորդվում եւ հոգով ենք կարդում Աստվածաշունչը, Աստված ինչ է անում, իր շնորհքն ավելացնում մեզ վրա։ Այդպես է թե չէ։ Եվ Հովհաննես 1:1-ը, ես չգիտեմ, ես երևի թե շատ երկար չխոսեմ, բայց կարամ բացեմ տեղը, կարամ չբացեմ, այսպես զրուցենք ուղղակի։ Հա, Հովհաննես 1:1-ը ինչ է ասում։ Սկզբում էր բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։
ճիշտ մեր հայկական բանով է գնում Աստված։ Ինչի, որտեվ ասում է, եթե բան բառը չլիներ, ինչ կաներ հայը։ Ասում է, դե մի բան կաներ, էլի։ Այստեղ ես այնքան եմ հասկանում, որտեղ մենք հայ ենք, մենք առանց բանի չենք կարա։ Մենք միշտ այդ բան բառը գիտենք, ես հիշողության մի քիչ խնդիր ունեմ, մի քիչ չէ շատ։ Եվ անունները շուտ եմ մոռանում։ Դե որ ուզում եմ մեկին բան ասեմ, ասում եմ բան ջան։ Չգիտեմ ձեզ մոտ այդպես է թե չէ։ Մենք բան բառը շատ ենք օգտագործում, բայց իրականում Հովհաննես 1:1-ում ինչ է ասում Աստված, սկզբում էր բանը, տենում եք, հենց ամենասկզբից բանն է եղել, իսկ մենք ասում ենք բան, քեզ ասում բան, տեսակ ինչքան հզոր ենք մենք հայ ազգը, ամեն, և սկզբում էր բանը, ասա սկզբում էր բանը, և բանը Աստծո մոտ էր, տեն մեկ այդ բանը Աստծո մոտ էր, և բանը Աստված էր, որն էր այդ բանը, բանը դա Աստծո խոսքն է, սկզբում էր խոսքը, խոսքը Աստծո մոտ էր, և խոսքը Աստված էր, ամեն, բայց խոսքը կարդալ առանց հոգու, մենք ոչինչ չենք հասկանա, ամեն, Եվ խոսքը Աստված էր, այստեղ տեսեք ինչ հետաքրքիր պարադոքսն է, որ Աստված ասում է, ես եմ խոսքը, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, և կյանքը, այսինքն խոսքը ինքն է, պատկերացու Աստծո փոխարեն մենք ասենք խոսք, և Աստվածաշունչ բառի փոխարեն մենք այսպես ասենք, Աստված խոսք և շունչ հոգին, Աստված և հոգին, ամեն, և ես ինչ եմ ուզում մի բան էլ ասեմ, հետաքրքիր, իմ հիշելով Հովհաննես 15:5 կարող եք բացել, նայել, և ասում է, ես եմ որդը, եկեք բացենք լավ էդի, կարելի է չէ մեկ Աստծո խոսքը բացել, կարելի է, Խելացի եք դուք։ Հա, ես որդն եմ, դուք ճյուղերը, մերսի քույրիկ ջան, դուք ճյուղերը, նա, որ ինձանում մնում է, ճիշտ եմ կարդում աչքս լավ չի տես, Պասեք դնեմ էլի, լավ չդնեմ, ով ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ, ասա շատ, պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել, ամեն, Մենք առանց Աստծո չենք կարող ոչինչ անել, առանց Աստծո հոգու մենք ոչինչ չենք կարող անել, բայց սա նաև շատ հետաքրքիր է, որ Աստված ասում է, ես եմ որդը, դուք ճյուղերը, ով որ մնա ինձանում, տես այստեղ դերերը չի փոխում, Աստված ասում է, դուք սկզբից մենք մնանք իրանում, Եվ երբ որ մենք փնտրում ենք Աստծուն հոգով եւ մնում ենք իր մեջ, այդ ժամանակ ինքը մնում է մեր մեջ։ Սա գիտեք որն է։ Սա նաեւ այսպես ասեմ, շատ եմ օգտագործում երևի փոխաբերական իմաստը, բայց այդպես է։ Իմ մոտ ստացվում է այդ փոխաբերական իմաստով խոսելը եւ ինչ է ասում։ Սա կարելի է ասել ինտիմ փոխհարաբերությունա Տիրոջ հետ։ Երբ որ գիտեք Աստծո մաթեմատիկան ինչպես է, օրինակ մեկին գումարած մեկին չի անում։ Մալադեց Հենրիկ։ Մեկ Աստծո մոտ այդպես է, բայց մեր մոտ մեկին գումարած մեկ անում է երկու։ Ճիշտ է, ընկեր Սարգսյան։ Ճիշտ է։ Հիմա նայեք, ասում է եւ մեկ ամուսինները, չէ՞։
Մեկը գումարած մեկ, ասма կդառնաք մեկ մարմին, հետաքրքիր է։ Առանձին ընտանիքներում մեծացած, առանձին դասերակցություն ստացած, առանձին հոգեբանությամբ մեծացած, ասում եմ դուք կդառնաք մեկ։ Բայց գիտեք ինչքան դժվարություն ա լինելու մեկ դառնալու համար։ Ճիշտ եմ թե սխալ։ Դու մեկ այլ կերպ ես մտածում, գիտեք ասում եմ երբ որ պլյուս մինուս ա, դու գայա, չէ, եթե 2 պլյուս ա կամ 2 մինուս ա, այդքան հոսանքից չեմ հասկանում, բայց շատ եմ լսել, դու գայա տալի։ Բայց երբ որ պլյուս ա եւ մինուս ա, լույս ա տալի։ Այդպես է, հոսանքից հասկացողներ, ճիշտ եմ հասկացել ես։ Այսինքն մեկը պլյուս ա, մեկը մինուս ա։ Եվ պլյուս մինուս լույս ա տալի եւ դառնում են մեկ։ Երկու տարբեր մարդիկ, մեկ, երկու, միանում են, դառնում են մեկ, այ քեզ հետաքրքիր պատմություն։ Եվ նույնը Աստծո մեջ է, այս դեպքում սա փոխհարաբերություն է Տիրոջ հետ, ասում է ով որ մնա ինձանում, ես կմնամ նրանում, այսինքն մենք մեկանում ենք Տիրոջ հետ։ Մինչև մենք չմեկանանք Տիրոջ հետ, մենք պտուղ չենք կարող բերենք։ Ես առանձին առանց Տիրոջը ունենալի մեջ ես չեմ կարող պտղաբեր լինել։ Եվ ոչ մեկ չի կարող պտուղ բերի առանց Տիրոջ։ Հիշում եք, ես չեմ հիշում Մատթեոսում էր տոլի Հովհաննեսում, որ ասում է եկան Հիսուսի մոտ եւ ասեցին. Տեր, Տեր, եւ ամեն տերասողը չի որ Աստծունն է։ Ամեն, թեկուզ եւ Աստված խաչվել է բոլորիս համար։ Եվ ասում է Տեր, քո անունով բարի գործեր արեցինք, հիմա տեսնում եք բարի գործը։ Էս արեցինք, քո անունով դևեր հանեցինք, լեզուներով չեմ հիշում, բայց ինչ ասում, մենք քո անունով բժշկեցինք, էս արինք, այն արինք, մի խոսքով ընդ թվարկում են, թե ինչեր արեցին։ Հիշում եք այդ տեղը։ Եվ Աստված ինչ պատասխանեց։ Այս ինչ հրաշալի տեղում ենք մենք, սաղս գիտենք Աստծո խոսքը, փառք Տիրոջը։ Եվ ինչ ասում, հետինս գնացեք, դեն գնացեք, անօրնություն գործողներ, այ հետաքրքիր պարադոքս, ոնց թե անօրնություն, մարդ չեն սպանե, գողություն չեն արե, շնություն չեն արե, հա? Տենց էր թե չէ երեխեք այդ տեղը, ժողովուրդ ջան։ Ինքը ինչ ասում է, էս արեցինք, բարի գործեր արեցինք, բայց Աստծո խոսքը ասում է, ձեր բարի գործերը ձեր կեղտոտ հագուստն է։ Հիշում եք տեղ կա, որտեղ ասում է, անգամ շատ անարգանքով ասում այդ բառը Աստված, շատ վատ շոր է դա։ Ձեր բարի գործերը, եթե առանց Աստված է դա։ Եթե ինչի, որտեղ ստե գումանիզմն է նույնպես խոսում, եսակենտրոնը 6-ն է խոսում։ Ամեն։ Բայց եթե դու Աստծո հետ ես անում դա, այդ ժամանակ դու շատ պտուղ կտաս եւ կճանաչվես Տիրոջից։ Ամեն։ Այս դեպքում ինչ էր ասում, ասում ով որ մնա ինձանում, ես կմնամ նրանում եւ նա շատ պտուղ կտա։ Սա ինձ փոխհարաբերությունն է Տիրոջ հետ։ Սա ես չեմ ասում ֆիզիկական ակտի մասին, որ տեղի է ունենում ամուսինների մեջ, բայց մենք Աստծո հետ նույնպես անցնում ենք ինտիմ փոխհարաբերություններ։ Դա քո առանձնասենյակն է։ Գիտես, երբ որ Աստված ասում է, արի սենյակ եւ դուռը փակի, ինչ նկատի ունի Տերը, որտեվ ինքը այնտեղ քեզ սպասում է արդեն։ Դա քո անկողինն է Սուրբ Տիրոջ հետ։ Ամեն։ Բայց դու եւ մինչեւ որ չմեկանաս Տիրոջ հետ, չդառնաս մեկ իր անձի հետ, Սուրբ Հոգու օծությունը չի գործի քեզանում։ Համաձայն եք ինձ հետ։ Գիտեք, երբ որ օրենքի տակ ենք, օրենքն է գործում մեզ վրա, բայց երբ որ մենք Աստծո հետ ենք, շնորհքն է գործում մեզ վրա։ Ես ուզում եմ մի հատ օրինակ բերել իմ կյանքից։
օրենքի եւ շնորհքի բաղդատումը դա առանձին թեմա է, մի օր կանցնենք, ես ասում եմ, երբ որ պատրաստում էին, քան թեմաներ եկան, որ չգիտեի որը խոսեի։ Շնորհք եւ օրենք թեման եկավ, Սամսոնի մասին թեմա եկավ, երկու տուն կառուցողները, իմաստունը եւ հիմարը, երբ որ տուն էին կառուցում, հիշում եք այդ տեղերը։ Ինչի վրա կառուցես, որ ամուր լինի քո տունը, ժայռի վրա եւ ոչ թե ավազի վրա, որ փորձությունները, փոթորիկները գան դու կանգուն մնաս։ Ամեն։ Դու չտատանվես ծովի ալիքների պես, չկասկածամտես, այլ դու ամուր կանգնես քո հիմքերի վրա։ Եվ մենք պետք է խորացնենք մեր արմատները Տիրոջ մեջ։ Բայց դրա համար մեզ օգնում է Սուրբ Հոգին։ Մենք ունենք այնպիսի մի գանձ մեր ներսում, այնպիսի մի հոգի ունենք, որը կառուցողական է, որը դաստիարակում է, որը սովորեցնում է, որը ուսուցանում է, որը մեզ առաջնորդում է, որը մեզ օգնում է, որովհետև իրականում Սուրբ Հոգին նա մեր օգնականն է։ Աստված ասեց՝ կօգնի նա ձեզ ամեն հարցում։ Ամեն։ Եվ ինչա, նենց չի, որ մենք կանգնում ենք եւ Սուրբ Հոգուն ասում ենք՝ տար, բեր, դիր, վեկալ, այդպիսի օգնական չի։ Գիտեք իմ թորնուհին ինչ է անում։ Նա բռնում իր խաղալիքները գցում է, բաբո վետալ, հավատի, գցում է իր խաղալիքները և ասում է հավաքի, ասում եմ ով է գցե, տեֆոն, ինք իր աննա տալի, տեֆոն, ասում եմ դե թո տեֆոնն էլ հավաքի, չէ բաբո դու հավաքի, ասում եմ ոչ, տեֆոն կհավաքի, և վերջապես հավաքում է, Փառք Տիրոջը, մենք այդպիսի Սուրբ Հոգի չունենք, որ ասենք սենց արա, նենց արա Սուրբ Հոգի ջան, և մեր աղոթքներում նույնպես մենք պետք է զգուշորեն լինենք։ Գիտեք, ես գիտեմ, ես շատ աղոթքներ եմ արել, որոնք տարիներ են ձգել, չգիտեմ ձեզ հետ նման դեպք եղել է թե չէ, և Սուրբ Հոգու նշաններից մեկը դա լեզուներով աղոթքն է։ Ես ինչի ասի ծաղկե փունջ իմ վերնագրեցի իմ քարոզին, որտեվ ամենքից մի քիչ օրենք, շնորհք, Աստվածաշունչ, նոր ինչ եմ խոսում, լեզուներով աղոթքի մասին, այո, ասի չէ, ես հիշողության հետ մի քիչ խնդիր ունեմ, և լեզուներով աղոթքը նշանն է, որ մեր մեջ բնակվում է Սուրբ Հոգին, ամեն, ես եղել է ժամանակներ, երբ որ տարիներով աղոթել եմ, բայց ոչ մի արդյունք, ինչի, որտև սատանան լավ տիրապետում է մեր մայրենի լեզուն, դա լինի անգլիացի, դա լինի ուզբեկ, դա լինի ամերիկացի, ինչ ազգ ուզում ես եղի, նա գիտի քո լեզուն, և երբ որ մենք մայրենի լեզվով ենք աղոթում, նա ականջները սենց սրած, լսում է, որպեսզի վերցնի այդ խոսքը և վրեն կառուցի, ամեն, բայց երբ որ մենք աղոթում ենք լեզուներով, սատանան չի հասկանում այդ լեզուն, դա երկնային լեզու է, որը թեկուզ և ինքը երկնքից ընկավ, բայց նա այդ լեզուն չի տիրապետում, նա չգիտի Սուրբ Հոգու լեզուների մասին, երբ որ մենք լեզուներով ենք աղոթում, գիտեք ինչ, մեր աղոթքի պատասխանը չի ուշանում, որտև նա անբարբար հառաչանքով բարեխոսում է մեզ համար Տիրոջը, նա իր լեզվով խոսում է Աստծո հետ, որտև մենք մեր ներսի մարդը, որը բնակվում է նույնպես մեր ներսում, մենք հոգով ենք միաբանվում Սուրբ Հոգուն։ Մեր միտքը կարող է թափառի, մեր մարմինը կարող է մեղքորդ, բայց հոգին ինքը կառուցողական է։ Ամեն։ Եվ երբ որ մենք Սիբիրում էինք, ձանձրանում եք ժողովուրդ ջան։ Եվ երբ որ մենք Սիբիրում էինք, Սիբիրում էինք, ճիշտ եմ հիշում, Սիբիրում էինք, այո, երբ որ մենք Սիբիրում էինք, հետաքրքիր բան տեղի ունեցավ, մեր դեկանը, որը ուներ մարգարեականություն, Շվեյցիայից էր եկել, Հովիվ Ուլֆի մոտից էր, և նա մեր դեկաններ, բայց շատ խիստ, գիտեք հանդիմանող, տես բառն էլ մոռացա, այդենց մոռաց կուտեմ ես, հանդիմանող բնավորություններ,
Եվ նաև մարգարեական էր նրա ծառայությունները միշտ նա եթե ուզում էր ինչ-որ մեկին տեսնում էր հոգով, որ ինչ-որ մեղ կա, նա կարող է նայեր այդ մարդու աչքերին, բայց չասեր կոնկրետ ով է, բայց այդ մեղքի պատճառով նույն քարոզը մի քանի անգամ աներ, մինչև այդ մեղքը չվերանար։ Եվ նա իր քարոզներին շատերը գնում էին վախի պատճառով։ Ովքեր են գնում վախի պատճառով։ Խավարն է փախնում վախից, որտեղ լույս է տեսել։ Երբ որ մարդը Աստծո հետ է, հիշում եք Մովսեսին, երբ որ նա սար էր բարձանում եւ Աստծո հետ էր, լույս էր առաքում իրանից, ճիշտ է։ Ով է հիշում այդ դեպքը Մովսեսի, եւ լույս էր առաքում Մովսեսից։ Եվ մարդիկ չէին ուզում գնալ Մովսեսի հետ, բացի Հեսուից։ Հեսուն կանգնում էր սարի ներքևում, Մովսեսը բարձանում էր Աստծո հետ, փոխհարաբերվում էր այսպես, մնում էր Աստծո մեջ, Աստված իր մեջ եւ այդ ժամանակ պտուղ էր տալի։ Ամեն։ Եվ երբ որ լույս է գալի, խավարը չի կարա մնալ լույսի մեջ։ Եվ երբ որ լույս կա, դու անպայման, եթե Սուրբ Հոգու մեջ ես, Սուրբ Հոգին քեզ ցույց կտա։ Խաբեց այս մարդը, թե չխաբեց։ Ճիշտ է այս մարդը, թե ճիշտ չի այս մարդը։ Դուք հիշում եք գուշակները ինչ էին անում։ Գուշակները ուզում էին կանխագուշակեն մարդու կյանքը։ Տենց էր թե չէ։ Կանխա Սիմոն կար չէ, երբ որ գործղալ առաքելոցում, որ լեզուները իջավ, մարդիկ սկսին աղոթել, են ասում այդ օծությունը ինձ տվեք, գուշակը, հիշում եք, որտեղից է եկել, Աստված ավելին գիտի, քան գուշակը։ Ամեն։ Եվ երբ որ մենք Սիբիրում էինք, այսպիսի մի բան տեղի ունեցավ, մեր այդ դեկանը ասեց, ես ուզում եմ, որ քանի որ նոր էինք, մենք հլա աշխատանքները տենց չէինք ճարել, չէինք աշխատում, եւ բոլոր մեզ հետ գնացող ուսանողներին մեկ օր ժամանակ տվեց, ճիշտ եմ հիշում, Արմեն հովիվ։ 3 օր, 3 օր ժամանակ տվեց, որ փողը բերեն, որտեվ Աստվածաշնչյան դպրոցից դուրս կմնան։ Հետո ինձ հետ կանչեց, ասեց արի, իր թարգմանիչով, որտեվ անգլերեն էր խոսում, ասեց քեզ մի շաբաթ ժամանակ, Աստծո ողորմությունն էր ինձ վրա, շնորհք էի գտել Աստծո աչքերին, ինձ մի շաբաթ ժամանակ տվեցին եւ ասին մի շաբաթից կգաս փողով։ Եվ ես այնտեղ ունեինք ծանոթ Սիբիրում, որը հեղինակություն էր մի խոսքով հեղինակություն էր կրիմինալ աշխարհում, ռուսերեն այս բառը իմ մոտ, եւ բոլոր ուսանողները չգիտես գնում էին այդ իմ ծանոթի մոտ, այնտեղ էլ էի Աստծո շնորհքը գտել, ողորմություն գտել, որ հենց իմ ծանոթն էր այդ կրիմինալ աշխարհում, հետո լիքը վկայություններ կա, մի օր ես ձեզ կպատմեմ, հիմա ուղղակի այս դեպքն եմ ուզում պատմել, եւ բոլորը գնում էին իրանից, փող էին ուզում իմ անունից, որպեսզի Աստվածաշնչյան դպրոցում վարձը վճարեին։ Եվ այս մարդը հարցնում է, լավ, ես իրա քրոջ հետ եմ մոտիկ եղել, իրանք Երևան են ապրել իմ պապայից շենքում, մի խոսքով Եվ մամաս, պապաս շատ լավ իրան վերաբերվել են այդ հարցին, իրա քրոջը, որը մեր շենքում հարց էր եկել, եւ կյանքը բումերանգ է, գնացինք Սիբիր եւ ասեց, քո ծնողները շատ լավ են պահել իմ քրոջը, ես ուզում եմ, որ քեզ լավություն անեմ, ես ուզում եմ, որ դու գաս իմ քրոջ հետ այն ինչ որ քուրս է անում, դու էլ անես, տուն էլ կունենաս ու շատ լավ կին ուներ, ռուսեր, բայց արտակարգ կին ուներ, ասեց, ես կուզենամ, որ դու ունենաս եւ տուն, եւ մեքենա, ամեն ինչ։ Ես ասի ոչ։ Թեկուզ եւ իմ քույր եղբայրները գնում էին իրանից իմ անունով փող էին ուզում։ Եվ ինքը չէր վերցնում այն առումով, որ իմ ծանոթներն էին։ Եվ ասես նույնիսկ դու մի օր չես գալի ինձանից փող չես ուզում, ասի ոչ։ Որտեվ ես խոստմունք էի տվել Տիրոջ, որ երբեք պարտք չեմ անելու։ Երբեք ինչ էլ որ լինի, ամեն, եւ այդ օրը ես արդեն իրան գնացել եմ, փողերը տվել են, հետաքրքիր է քեզ այս պատմությունը,
Եվ գնացել են փողերը տվել են, արդեն շարունակում են Աստվածաշնչյան դպրոցը, բայց իմ մի շաբաթս արդեն լրանում է եւ ես փող չունեմ, որ կարայի հեշտ միջոց էր։ Գնայ ասե աշոտես փողը տուր եւ այլը։ Բայց ես չարեցի դա։ Ասի կհանեն, չեն հանի Աստված ջան։ Եվ ես ինչ որոշեցի, ասի Սուրբ Հոգի ջան, դե մենք ընկերներ էինք Սուրբ Հոգու հետ։ Ասի Սուրբ Հոգի ջան, ես խնդրում եմ, ես չեմ ուզում կարիքիս համար աղոթեմ, արի պրոստը զրուցենք իրար հետ։ Ու տենց շփվում եմ Սուրբ Հոգու հետ, ուզում եմ իրանց հետ ավելի մոտիկանամ, ավելի ճանաչեմ Տիրոջը, մի խոսքով լեզուներով աղոթում եմ ու նենց հնչյուններ է դուրս գալի, ոնց որ թե ես ոտանավոր ասեմ։ Ու ոնց որ եւ ոտանավոր ասեմ եւ երգեմ, մի խոսքով, բայց նայեցի ժամացույցին, տեսա 12-ին 10 պակաս։ Ասի Աստված ջան, դեռ 10 րոպե կա, որ ես օրհնվեմ։ Բայց ես չեմ աղոթում այդ նպատակով։ Ես այն նպատակով եմ աղոթում, եթե կհանեն, չեն անի։ Բայց արի մենք ընկերներ մնանք Սուրբ Հոգու հետ։ Ամեն։ Եվ ես շարունակեցի իմ աղոթքը Սուրբ Հոգու հետ, մեկ է ուղիղ ժամը 12-ն է, դուռը ծեծում են, եւ ինչն է հետաքրքիր, Հովիվ Ռուսլան Բելասիևիչի բաններ, տեսակ էլի բան, դայակը, երեխաների դայակներ, որը հայ էր, մեր հետ գնացել էր սովորելու։ Եվ իրապադավատը տենց իրա մեքենայով եկել էին այս փողը վերցրու, ասում եմ, սա ինչ փող է, ասում է Ռուսլանը չի ուզում լսի ով է այդ մարդը, որին ինքը փող է օրհնում, ասի ոնց, ասում է, ուրեմն ինքը եղել է գնացքում, ինչ որ երկիր էր գնացել քարոզելու եւ եկել է գնացքում նստել է, եւ գնացքի մեջ Աստված ասում է, այս գումարը կտաս 111 համարին, ես 111 համարի ուսանողն էի ինձ իմ համարներ։ Եվ ասելա կտաս 111 համարին, թեկուզ եւ նա ինձ գիտեր, այսպես, ճանաչում էր ինձ, բայց համարով չգիտեր ով է այդ 111 համարը։ Եվ ինքը բանավեճի է մտնում Աստծո հետ գնացքի մեջ, ասում է, բայց ասում է ես ինչի պետք է տամ իմ գումարս այդ 111 համարին։ Աստված ասելա պետք է տաս։ Եվ ասում եմ, ախր սա իմ վաստակած գումարն է իմ քարոզների ընթացքում այս օրերին, ես երեխա ունեմ, ընտանիք ունեմ, ես ոնց տանեմ տամ ինչ որ անծանոթ մեկին։ Աստված ասելա պետք է տաս։ Եվ Ռուսլանը եկել է բարկացած տուն, ասելա գիտեք ինչ, ես չեմ ուզում իմանամ ով է այդ 111 համարը, բայց Աստված ինձ ասելա, որ այս գումարը արագ իրան հասցնեք ու չուշանակ հենց հիմա։ Եվ բերում են այդ գումարը տալիս են ինձ, եւ այնտեղ ուրեմն 6 ամսվա գումար էր։ 6 ամսվա գումար, բայց ես առատաձեռն եմ, անկեղծ եմ ասում։ Ես իմ գումարը կիսվեցի Արմենի հետ, ինքն էլ էր ուսանող։ Եվ մենք 3 ամսվա 3 ամսվա աշխատավարձ եմ ասում, ուսանողական գումարը տվեցինք։ Դե հələ 3 ամիս հետո արդեն Աստված գիտի ինչ կլինի եւ այդ ընթացքում բավական չի որ Աստված լեզուներով աղոթքը չի ուշացնում։ Եվ երբ որ այդ գումարը ստացա, դա դեռ քիչ չէր եւ դեկանն է այդ կանչում, ասում է ինչ ասես Աստված քեզ։ Դեռ չգիտի որ Ռուսլանը ինձ գումարը օրհնե։ Եվ Աստված իրան ասում է, դու պետք է աղոթես 111 համարի համար։ Եվ այս դեկանը ասում է, ո՞նց թե, ինչի համար։ Ու մի խոսքով, Աստված աղոթել է տալի ինձ համար, ասում Աստված քեզ ինչ է ասել, ճիշտն ասած, այդ լեզուներով աղոթքի ժամանակ մենակ մի բան էի ստացել։ Ես չէի հասկանում, ինչ էի ստացել։ Ասում է, ուրկանդ գցի աջ կողմը։ Գիտեք, ես հետո եմ հասկանում, այդ ուրկանը, եթե ես գցեի ձախ կողմը, գնայի իմ ծանոթի մոտ եւ փող ուզեի, ես շնորհք չէի գտնի Աստծո մոտ։ Բայց երբ որ ես գցեցի աջ կողմը, հնազանդվեցի Տիրոջը, Աստծո մոտ ես շնորհք գտա։ Ասա ինան շնորհք գտավ Աստծո մոտ։ Ամեն։ Եվ ինչն էր շնորհքի արդյունքը, այն որ դեկանը ասեց,
այսօրվանից դու իմ ընկերն ես։ Մեր հովիվ Արմենը գիտի դա ինչ էր նշանակում, ընկեր լինել մեկ Աստծուն, որ ընկեր լինել դա շատ, չգիտեմ, Աբրահամը ինչպես ընկեր էր Տիրոջը, դուք գիտեք, ընկերոջ արդյունքը ինչ կարա լինի, և երկրորդը դեկանն էր, դա կարելի ասել մարդիկ երազեին, որ դեկանի ընկերը լինեին, բայց նա ասեց ինքը իմ ընկերն է, և իրա մոտ մտնելու համար Արմենը կենդան վկա է և կան շատ վկաներ մեր եկեղեցում, որ իրա մոտ քարտով էին մտնում, ամեն մեկը չէր կարա մտներ, բայց ինքը զգուշացրեց բոլորին, որ երբ որ ինքը գա, առանց խոսքի, առանց այդ քարտի, իրան բերում եք ինձ մոտ։ Եվ երբ որ ես մտնում եմ իր սենյակ, անկեղծ եմ ասում, Աստված ներկա է, որ ինքը կարար արագ թռներ մեկ ուրիշ տեղ նստեր իր տեղը զիջեր ինձ։ Ես շոկ էի վերապրում երեխեք ջան։ Ես անկեղծ եմ ասում, բացի այն որ փող օրհնվեցի, ես շնորհ կտա իրանց մոտ։ Շատ կարևոր է լեզուներով աղոթքի դերը մեր կյանքում։ Մենք կարող է տարիներով էլի եմ ասում աղոթենք պատասխան չստանանք, բայց բավական է լեզուներով աղոթենք, արդյունքը չի ուշանում։ Դա արագացնում է մեր օրհնությունը։ Ամեն։ Չգիտեմ, շատ խոսեցի թե քիչ, հա։ Ես գիտեք ինչից էի վախում, ես գիտեի համերգային ծրագիր կա այստեղ, ասի դե լավ է, համերգը կընթանա, ես մի քիչ կխոսեմ ու քիչնեմ, բայց այնինչ եկա ու անակնկալ, որ չկա համերգային ծրագիր ու վախենում էի մի բանից, ասում էի, բա որ քիչ խոսեմ, բայց տեսակ ինչքան շատ խոսեցի։ Լավ, եկեք ամփոփում անենք և ավարտենք սրանով, հա, հովիվ ջան, հա, ամփոփում, ինչ հասկացանք մենք հասկացանք կյանքի ծառ, օրենքի ծառ, կյանքի ծառը դա շնորհքի ծառն է, հա, ես սիրում եմ վերջում ամփոփեմ, որպեսզի տեսնեմ ինչ որ բան մտավ մարդկանց մեջ թե չէ, ինչ որ բան հասկացաք ժողովուրդ ջան, անկեղծ եղեք, ամեն, կարևորը Սուրբ Հոգին փառավորվի ամեն բանի մեջ, և ինչն է հետաքրքիր, որ ծառերը մենք ուսումնասիրեցինք մի փոքր, դա հատուկ թեմա է, որ կարելի առանձին խոսել, կյանքի ծառ, գիտության ծառ, որը հպարտացում է, որը սպանում է մեզ, օրենքը մեզ սպանում է, բայց շնորհքը կառուցում է, ամեն, և հիշում եք դուք Պետրոսի ժամանակ ինչ ասեց Աստված, ասում է սատանան եկել է, որ քեզ մաղի, բայց բավական է ինձ քեզ վրա իմ շնորհքը։ Գիտեք, շատ լավ է գտնվել Աստծո շնորհքի մեջ, Աստծո շնորհքի տակ։ Ամեն։ Հալելույա։ Ծառը Աստվածաշունչը, որ Աստծո խոսքը մենք չենք կարող կարդալ առանց հոգու։ Եթե հոգին է, Աստծո խոսքը ունի երկու բան, մենք ասենք երկու կողմ ունի, լոգոս էլ կա, ռեմա էլ կա, լոգոսը դա այն է, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը առանց հոգու, բայց ռեման դա անձնական հայտնություն է տալի Աստված, երբ որ դու այն կարդում ես հոգով, ամեն, ամեն, եղեք օրհնված, էսեր, էլ ինչ եմ խոսել, ժողովուրդ ջան, ասեք, գիտեք, չէ ես խնդիր ունեի, աղոթեք ինձ համար հիշողության, լավ, այս ճուղի մասին խոսեցինք, փոխհարաբերության, ինձ իմ փոխհարաբերության, էլ ինչ խոսեցինք, հա, ասա լույս ջան, այո, Սուրբ Հոգու լեզուները աղոթքի համար, տեսակ ինչքան բան, չդարավ ծաղկեփուն ժողովուրդ ջան, ահա, էլի ասում եմ, շնորհավորում եմ ձեզ սիրելի կանայք, թող Տերը գերբնական օրհնի ձեզ, եղեք շնորհքի մարդիկ եւ ոչ թե օրենքի, ամեն, թող Տերը օրհնի, ամեն